Սահմանադրական դատարանը, կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետական իշխանության մարմինների գործունեությունը գործունեության մեջ մի օղակ է սահմանադրական դատարանը ու այսպես գնանք ազգային անվտանգության ծառայություն, ներքին գործերի նախարարություն, կենտրոնական ընտրական հանձնաժողով, հակակոռուպցիոն կոմիտեն եւ այլ բոլորը միասին հիմա ձևավորում են հատուկ գործարք Հայաստանի Հանրապետության իշխանությունները գործարքի մեջ են Հայաստանի Հանրապետության թշնամիների հետ հայկական պետության հակառակորդների հետ գործարքի մեջ են եւ 50-50-ով հաշտության եկան հիմա սահմանադրական դատարանը մի քանի գլուխ ունի որ այլ որոշում կայացնի այսինքն գործարքը իդեպ գործարքը բան է տեսախցիկների առաջ է տեղի ունեցել Վլադիմիր Պուտինի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը այն թեթևակի քննարկումը ովքեր կարող են Հայաստանում իշխանություն ունենալ դա մեզ ներկայացրեցին որ պայմանավորվեցին ու մեր երկրի ղեկավարն ասաց փորձեք մեր երկիրը ազատ երկիր է ովքեր իրավունք ունեն կարող են պայքարել իշխանության համար դա մեզ ցույց տվեցին ես քանի որ ինքս այդտեղ եղել եմ մի ժամանակ այդպիսի բանակցությունների եւ գործարքների մասնակցել եմ ուրեմն ասում եմ որ դե բանը մի խանգարեք այսինքն անգործության մատնվեք մատների արանքից նայեք մենք ուզում ենք որոշակի չափաբաժին ունենալ իշխանությունում Այդ Ռուսաստանն է ասում Այո Ռուսաստանը ասեց որ մենք ուզում ենք այնտեղ լինել ապրիլի 1-ի հանդիպման ժամանակ Այո ասեց մենք ուզում ենք լինել Նիկոլ Փաշինյանը ասեց կարգ ու կանոն կա այդ կարգ ու կանոնով համեցեք մեր մոտ ազատ է եկեք մենք ընդհանրապես թողնում ենք դա ժողովրդին գրավեք, գայթակղեք մեր ընտրող քաղաքացիներին եւ եկեք ձեր տեղը զբաղեցրեք։ Հիմա սահմանադրական դատարանը այդ ապրիլի 1-ի հաղորդումից հետո դրանցից մի քանիսին անհայտ մարդիկ չեն, մի քանիսը հայտնի են իրենց կենսագրությունով, գործունեությունով, նրանք ինչ որոշում պետք է կայացնեն։ Ես կարծում եմ, որ գործարքը կավարտվի, գործարքը, այսինքն կստանա իր կճանաչվի, սահմանադրական դատարանի կողմից կճանաչվի, այսինքն այս ընտրությունների արդյունքները սահմանադրական դատարանը կհամարի, որ ամեն ինչ կարգին է, եղել են առանձին թերություններ որոշ տեղերում, որոնք չեն ազդել ընդհանուր բանի վրա, արդյունքների վրա։ Այսինքն լեգիտիմությունը կհաստատվի ընտրությունները լեգիտիմ են, օրինական են։ Տեսեք, ես ասում եմ գործարքը։ Բայց մենք ընտրությունների մասին ենք խոսում։ Այո, գործարքը տեղի ունեցավ այդքան մեծ զանգվածային ձևաչափով։ Զանգվածն է 300,000 Ախր երբ որ դուք ասում եք գործարք, դա ստացվում է, դուք ասում եք պայմանավորվածություն, դա նշանակում է կեղծ ընտրությունների արդյունքներ։ Որովհետև եթե ինչ-որ բան պայմանավորված է, նշանակում է դա իսկական չէ, կեղծ է, արդյոք դուք դա նկատի ունեք։ Այո, ես ասում եմ, որ ընտրությունների արդյունքները չեն համապատասխանում ժողովրդի կամքին, այսինքն մեր քաղաքացիները ազատ արդար թափանցիկ մրցակցային ընտրությունների չկարողացան մասնակցել։ Պայմաններ ստեղծվեցին, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ընտրեն իշխանություն։ Պայմանները չէին համապատասխանում եւ օրենքին, եւ արդարադատության տրամաբանությանը, որովհետեւ ես ասում եմ, որ երբ որ ապրիլի 1-ին մենք տեսնում ենք, որ մեզանից խլում են կարելի ասել բռնության սպառնալիք էր դա։ Օրինակ հենց միայն այդ եթերից հետո մենք պետք է բան անեինք, մեր սահմանները փակեինք, այստեղ որոշ քաղաքական ուժեր պետք է զրկվեին քաղաքական իրենց կարգավիճակից, քաղաքական կուսակցություն լինելու կարգավիճակից, որովհետև տերը իրենց գործատում սպառնաց մեզ ասես որ մենք ուզում ենք գանք եւ այլն
Նիկոլ Փաշինը հենց որ վերադարձավ, պետք է կառավարության նիստ կամ ընդլայնված ազգային ժողովի նիստ լիներ, ասային, որ մեզ սպառնում են, մեր երկիրը ուզում են օկուպացնել, իշխանությունը ուզում են զավթել, զավթիչները անուն ազգանունով հայտնի են, ուրեմն փակում ենք ճանապարհը, ճիշտ այնպես, ինչպես եթե մենք իմանայինք, որ որևէ երկիր դեսանտ է ուզում իջեցնել, որպեսզի զավթի, օրինակ կառավարության ազգային ժողովի Սահմանադրական դատարանի շենքերը պետք է գրավեն դրանք ու անձնակազմ տեղավորեն, գրավել շտուրմի մասին չի խոսքը, վերցնում են ու փոխում են անձնակազմը, կառավարության անդամներին փոխում են, Սահմանադրական դատարանի անդամներին փոխում են, ազգային ժողովը ցրում են այլ ազգային, իրենց մարդկանց են բերում, մենք ինչ կանեինք, անպայման սահմանները կփակեինք, չէ, այդ պետական ինստիտուտների համար հատուկ անվտանգային պայմաններ կստեղծեինք, ես դրա համար ասում եմ, որ մեր պետությունը, մեր իշխանությունները դա չարեցին, թույլ տվեցին, որ իշխանության մի մասը հակառակորդը զավթի, ինչի համար հակառակորդը, այն պետությունը, որը որ մեզ տնտեսական պատերազմ է հայտարարում, այսօր մենք այդ ռեժիմի մեջ ենք, տնտեսական պատերազմի մեջ ենք, մեկը մի պետություն, որը մեզ գաղափարական և հոգեբանական պատերազմ է հայտարարել, մեզ հայհոյում է, իդեպ մեր փողով, մեզ հայհոյում են, Եվ մեր ազգանուններով է միջել ազգանունը կարևոր չի, դա էլ է օգտագործվում, այո, դա հատուկ ցավ պատճառելու համար, դա ցավ բան է, ուժեղացնում է, խոցելի է դարձնում մեզ ավելի, կամ վերջին հաշվով Նագորնի Ղարաբաղը հանձնող պետությունը, Նախիջևանը հանձնող պետությունը, թշնամուն հանձնող, Ղարսը և Արդահանը թշնամուն հանձնող պետությունը, ասում եմ, որ Հայաստանում ուզում եմ ավելի մեծ չափաբաժին ունենալ իշխանության, ու մեր պետությունը դրա դեմը չի առնում, իդեպ ունենալով ռեսուրսներ ունեինք, Արդարադատության նախարարությունը լիցենզիան հետ է կանչում, ազգային անվտանգության ծառայությունը իր գործիքներով, իր ձեռնաշղթաներով, դատախազությունը իր որոշումներով, դատարանը իր վճիռներով, դրանք բոլորը պետության անվտանգությունը ապահովող գործիքներ են, մեր մոտ այդ գործիքները չեն աշխատել, ընդհակառակը, ես կարծում եմ, որ իմ նմաններին և ձեր համակիրներին, այս հաղորդումը նայողներին, ասեցին, որ մենք տեղյակ ենք այդ 300, թե 800, թե 900, իդեպ ես ձեզ ասեմ, որակյալ հանցագործությունները ունեն հատուկ կարգավիճակ, օրինակ գրպանահատը, երբ որ քրեական օրենք, դե հիմա քրեական քրեականացված հարաբերությունների մեջ ենք մենք ապրում, երբ որ գրպանահատը ձեռքը բռնում են գրպանի մեջ, կարևոր չի այնտեղ 10 դրամ էր, թե 10 միլիոն դրամ, այսինքն դա համարվում է որակյալ հանցագործություն, և պատկերացրեք, որ այդ ցանկը կաշառատվության այդ գործընթացը այնքան զանգվածային էր, որ ու իշխանությունը դա բացեց, այսինքն ցույց տվեց, ասեց, որ տեսեք, մեր երկիրը զավթում են, գրավում են, այ գործիքները տեսեք, մենք տեսել ենք, մենք դա բացահայտում ենք, այ դրանից հետո հաջորդ քայլն էր փակել, գրպանահատի ձեռքը բռնել, ձեռնաշղթա հագցնել, չէ, մերոնք չեն արել դա, ես համարում եմ դա պայմանավորվածության մի մասը, այսինքն պայմանավորվել էին, որ թույլ ենք տալ, ինչքան կարող են, թող այդքան վերցնեն, այ հիմա էլ մենք ասում ենք, չէ, հենց բոլոր հարմար առիթներով, 3 չառաջորներ, վարչապետը իր այդ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ահագին բաներ ասեց, չէ, օրինակ տնտեսական հարաբերությունների մասին մեր երկրի, ասեց, դա կա թե չկա, պատկերացրեք, այսինքն մեզ ասեց, որ չկա, եթե
բեռների շրջանառությունը, ֆինանսների շրջանառությունը, մարդկանց ազատ տեղաշարժը սահմանափակվում է տարբեր օրենքներով։ Ուրեմն չկա այդ դաշինքը, մաքսային միություն եւ Եվրազիական տնտեսական միությունը չկա։ Այսինքն, եթե գիտեք ինչ, հիմա մենք իմանայինք, Տիկին Գայանը, որ այս հաղորդման ժամանակ մենք բացահայտում ենք կատարում, ասում ենք, որ այդ Եվրազեսը խափանված է, չի աշխատում։ Այ կասենք, պարոն վարչապետ, գիտեք, մենք հայտնաբերել ենք դա, պարզել ենք, դες տեղյակ եք պահում։ Չէ, վարչապետն է մեզ տեղյակ պահում։ Ասում է, ես գիտեմ, ճիշտ այնպես, ինչպես ՕԴԿԲ-ն, հապ կասելը սխալ է։ Որոշ բաներ կան, օրինակ սովետական, պետք է ասենք, ոչ թե խորհրդային։ Դա խորհրդային չի, դա սովետական է։ Մեծամասնական չի, այլ բոլշևիկներ են։ Այդ ճիշտ այդպես էլ ես կարծում եմ, որ ՕԴԿԲ Եվրազես պետք է ասենք մենք, պետք է ասենք։ Ուրեմն ես համարում եմ, որ անգործությունը բացարձակ ձևով չի եղել։ Իշխանությունը գործել է, բացահայտել է, ինչքան կարողացել է, այնքան բռնել է զավթիչին, օկուպանտին, պատկերացնեք, բռնել է, բայց հաջորդ քայլը ապահովել ժողովրդավարությունը Հայաստանում, ապահովել Հայաստանի իշխանության անկախությունը, պատկերացնում եք, երկերը ճանաչված է Միավորված ազգերի կազմակերպությունում, աշխարհի բոլոր, նույնիսկ Պակիստանն է արդեն ճանաչում մեզ, Ինդոնեզիան է սկսել են ճանաչել, որպես անկախ պետություն, հռչակված անկախ պետություն, իշխանությունում դեռևս կան օկուպանտներ, այսինքն իշխանության մի մասը այսօր իմիջիալոց մեզ հետ միասին, պատկերացնում եք, մենք բան ենք, այդ շիրենգա, չէ, կալոնա, շարքով գնում ենք սահմանադրական դատարան, պարզվում է, որ այն մյուսները օկուպանտների հետ միասին, այսինքն մեր պետությունը չի ապահովում նույնիսկ մեր առանձնահատուկ կարգավիճակը, մենք նրանց հետ միասին նույն շարքում ենք կանգնել, ոնց պետք է, ոնց ստացվեց, որ Բանաշակյան հայցը ինչի մասին է։ Հայցը հենց դրա, ինչ որ ես նոր շարադրեցի, որ պետությունը չի ապահովել քաղաքացիների ազատ մրցակցային, թափանցիկ ընտրելու հնարավորությունը։ Այ մենք դա ենք ասում։ Ինչ որոշում պետք է սահմանադրական դատարանը ըստ ձեր հայցի, եթե բավարարի ձեր հայցը, ինչ որոշում եք սպասում։ Պետք է չեղյալ համարի այդ ամբողջ կամպանիան, որովհետև եթե պետությունը չի կարողացել այդ 6 հոգին, 6-ն, 7-ն, այդ դիմումները հենց դրա ապացույցն են։ Մարդիկ եկել են ասում են բավարարված չենք այդ չափով իշխանությունը զավթելու, մարդիկ իշխանությունը զավթել են, հիմա բողոքում են սահմանադրական դատարանին, ասում են, որ բավարար չի, մենք ավելի շատ ենք ուզում իշխանություն ունենալ, այսինքն մենք արդարացված ենք, մեր պահանջը ուրիշ բան, եթե չլիներ, չկարդային տեքստը, այդ դիմումը, հայցադիմումը, հիմա մենք չենք կարդալու դա, չէ, մենք դա չենք կարդալու, բայց միայն այն, որ 6 ուժ դիմել է սահմանադրական դատարան, ասում է, մեր բաժինը ավելացրեք, հակաժողովրդավարական, հակապետական ուժերը, որոնք դա հայտարարում են, նույնիսկ դրանց մեջ կան ոչ քաղաքացիներ։ Ուրեմն պատկերացնում եք, մենք ինչքան կարևոր է մեր ներկայությունը այնտեղ, այդ դիրքապահ, չէ, գիտեք ինչ, ներկա բացակայի խնդիրը կա ամեն անգամ, ինձ իր դեպ կարծեմ դուք էլ հարցրեցիք, ես ինչի իմ այս տարիքում, իմ կենսագրությունով գնացի այս ընտրացուցակում հայտնվեցի, ես ասում եմ ներկա բացակա էր արվում, ձեր հաղորդումն էլ է ներկա բացակայի մասին, այդպիսին է իմ ընկալումը, գուցե մարազմատիկ բան է դա, բայց ես հասկացա, որ ներկա բացակա են անում, ես ներկա եմ, թե չէ, ես դիրքերում եմ, թե ես դասալիք եմ, կռիվ է հայտարարված, պատերազմ է հայտարարված Հայաստանին, իշխանությունը զավթում են, ես ներկա եմ, թե բացակա եմ, ես դրա համար նաև, որ ես ներկա եմ, հիմա մեր հանուն հանրապետության կուսակցությունը, որի համակիրն եմ ես, այդ ցուցակով եմ գնացել, ասեց մենք ներկա ենք,
Կռիվ է, մենք այդ կռվին մասնակցում ենք, մենք պաշտպանում ենք մեր երկիրը, մենք պաշտպանում ենք ժողովրդավարությունը, մենք պաշտպանում ենք արդարությունը,